Դավաճանները պետք է ջրի երես դուրս գան։ Այս պահանջով անհետ կորածների հարազատներն այսօր կրկին ազգային ժողովի մոտ են։ Նրանց պահանջն անփոփոխ է՝ հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը, որը ԿՊԱ-ական իշխանությունը համարեց գաղտնի։ Պատասխան տալու ժամանակն է եկել։ Մեկ արդարացու մարդ չեմ ուզում ես։ Ես ուզում եմ տեսնեմ պատժված մարդ, ես ուզում եմ տեսնեմ բանտում փթած մարդ, ես ուզում եմ տեսնեմ այն մարդկանց, ում մեղավորությունով եղել է Արցախի կործանումը, Արցախի դավաճանած, վաճառած այդ հանգամանքներում անհետ կորածների երեխոս պատճառով այդ երեխեքը ինչի իրավիճակում են տենց հայտնվել, որ անհետ են կորել, այն զոհվածներին էլ որ ասում է ինչ իրավիճակում է հայտնվել, որ էզևի քանակի զոհվածներ ունեն։ Անհետ կորածների հարազատները դեռ դեկտեմբերին դիմել են քննիչ հանձնաժողով, նյութերը հրապարակելու պահանջով, ստացել են մերժում։ Այս գաղտնիության ռեժիմը պետք է վերացվի, քանի որ դա տալիս է ինձ բավարար կասկածներ, որ դուք կոծկում եք պետական չինովնիկների կատարած հանցագործությունները, որը բերել է անդառնալի կորուստների։ Այսինքն դրա վրա արդեն գաղտնիություն չես կարա դնես։ Դու ոնց կարաս պետական դավաճանի արածքը գաղտնիության տակ փագես է, հա, չի կարելի։ Ակցիայի մասնակիցները չեն բացառում, զեկույցում թաքնված դավաճանների շարքում կարող են լինել հենց իշխանության ներկայացուցիչներ։ Նրանց համոզմամբ փաստաթուղթը մինչ օրս գաղտնի է պահվում բացառապես քաղաքական դրդապատճառով։ Ներկայ իշխանությունը պիտի ավելի շահագրգռված լինի, ավելի արագընթաց այդ հարցերի պատասխանների լուծումները տա, եթե չեն տալիս իմ Արցախս կորցրած մարդու կողմից ես կարող եմ անվանել իրենց դավաճան, որովհետև պարզաբանություն չկա, ձեր իշխանության օրոք ա եղել, ես իրավունք ունեմ ձեզ անվանել դավաճան, ես իրավունք ունեմ անվանել ձեզ հանցագործներ։ Արսեն Ղուկասյանը վստահեցնում է, իրենց պահանջն արդար է եւ որևէ քաղաքական ուժ չի կարող իրենց ուղղորդել։ Ես եմ սկսել ծնողների հետ միասին, անհետ կորած ծնողների հետ միասին, ու ես էլ հիմա ինձ իրավունք եմ վերապահում, ասեմ, ով մտածում է գալու ասते քաղաքական դիվիդենդ տնշայի, հիմիկվանից ասում եմ իմ կողքը տեղ չունի։ Ակցիայի մասնակիցները հորդորում են քաղաքացիներին միանալ իրենց արդար պահանջին, որպեսզի 44-օրյա պատերազմի բոլոր դավաճանները պատասխանատվության ենթարկվեն։ Եթե դուք ազնիվ եք ու արդար ոնց որ խոսում եք, հրապարակայնացրեք եւ ուղիղ կանգնեք ժողովրդի առաջ ու խոսեք։ Ոնց եղավ 20 թվականի 44-օրյա պատերազմը, դա ազգակործան, պետականակործան ու աղետներ, մեծ աղետը, որը մենք ունեցել ենք, սա պետք է պատասխանատուներ պետք է լինեն եւ սա պետք է սենց ծածկա դմփոցով չանցնի։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։